Ստեղծվել է իրավիճակ, երբ ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում ունենք ահռելի քանակությամբ ջրային պահշարների կորուստ։ Մայրաքաղաքում եւ մարզերում ջուրը սկսել են տալ ռեժիմով։ Ամռան տապին հաճախակի են դարձել ջրանջատումները։ Որոշ համայնքների բնակիչները ահազանգում են, որ ծորակից գալիս է խմելու համար ոչ պիտանի ջուր։ Դիզազուր խորքային հորերի ջուրն անխնա հոսում է հարևան երկրների համար դառնալով ռեսուրս։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն չունի, իսպառ բացակայության արդյունք է։ Դեռևս 2023 թվականին նաև բարձրաձայնել եմ Տավուշի մարզի Դեղցավան գյուղի մերձակայքում շուրջ 200 հեկտար անջրդի հողատարածքների մասին։ Գրավոր դիմել եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Պատասխանը ապշեցուցիչ էր։ Ոռոգումը վերականգնելու համար անհրաժեշտ խողովակների ներքին ցանցի վերազինման ուղղված ֆինանսական ծախսերի նպատակահարմարություն չկա։ Արդարացի չէ, որ օր ու գիշեր բերք ու բարիք ստեղծող մեր հայրենակիցների աշխատանքը չի համարվում աշխատանքային ստարժ, եւ մենք առաջարկել ենք եւ խոստանում ենք, որ մեր ընտրվելու պարագայում հողագործի աշխատանքը եւս համարվելու է աշխատանքային ստարժ։